Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեում 2008 թվականի մարտի 1-ի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվում։ Ասել է, թե նախաքննական մարմինը բացի նախկին պաշտոնյաների գործերը դատարան ուղարկելուց, այլ գործընթացների էլ է նախապատրաստվում։ Նշենք, որ օրերս մարտի 1-ի քրեական վարույթով մեղադրյալ ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշիկ Ավկյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երևանի Բրուսովի անվան պետական համալսարանում շարունակում է իրավիճակը գերլարված մնալ։ Նրանք տեղեկացել են, որ հիմա էլ համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը որոշել է տարբեր ամբիոններ միավորել, ղեկավարներին կրճատել, իր ցանկալի անձանց նշանակել ամբիոնի ղեկավարների պաշտոններում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին գահանկեց անելու վարչապետ Փաշինյանի պլանները թեև վճռական են, անգամ 10 տիրադավների հետ կազմված է ճանապարհային քարտեզը, բայց արդյունքները գոհացուցիչ չեն իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար։ Անգամ հանրային աջակցությունը շրջիկ պատարագներին բերված մարդիկ չեն կարողանում լայն կոնսոլիդացիայի տպավորություն ստեղծել և այսօրվա դրությամբ պետք է արձանագրել, որ կաթողիկոսին սկանդալային եպիսկոպոսների միջոցով փոխելու Փաշինյանի ծրագիրը հանրային օրակարգ չի դառնում։ Հրապարակ օրաթերթը գրում է. Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ-ն և Մունք տեխնոդպրոցը կիրակի օրը հունվարի 18-ին մշակութային մեծ միջոցառում են կազմակերպել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Եզակի հնարավորություն նույն օրը նույն բեմում տեսնել Արցախի գրեթե բոլոր մշակութային կոլեկտիվներին ու հայաստանյան բազմաթիվ աստղերի։ Համալիրի տարածքում նաև Արցախը ներկայացնող ցուցահանդես կլինի, միջոցառումների շարքի խորագիրն է «Մենք կանք» և չնայած այն բացարձակապես մշակութային է, սակայն տեղեկացանք, որ իշխանությունները հերթական անգամ ծարս են եղել իմանալով, որ Արցախի մասին միջոցառում է կազմակերպվել։ Մեզ պատմեցին նաև, որ ԱԱԾ աշխատակիցների միջոցով սուրհանդակներ են ուղարկել կազմակերպիչների մոտ։ Նախ փորձել են հետ պահել միջոցառումը անելու մտքից, երբ մերժում են ստացել, զգուշացրել են, որ հանկարծ այն չվերածվի քաղաքական ակցիայի և մեծ հնչեղություն չառաջացնի, շարժելով Ալիևի զայրույթը։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, մնացեք Օրագիր Նյուզի հետ։